Փետրվարի 19 հայ մշակութային օրացույցում առանձնահատուկ խորհուրդ ունի։ Այն ոչ միայն հայ ազգի մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այլև նշվում է որպես գրքի տոն, հիշեցնելով գրականության անսպառ զորության, հիշողության եւ ինքնության պահպանման մասին։ Եվ հենց այս օրը հայ գրականության մեծանուն վարպետի շունչը կարծես կրկին լսվեց իր հարկի տակ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ժամանակը մի պահ կանգ առավ, տեղ թողնելով տողերի հնչյուններին եւ լուսանկարների լուռ վկայությանը։ Մի պահ ընդհանուր բոլորից հետ չմնալու միտումը կար, մարդիկ ուզում էին գրքեր առնել, որպեսզի նվիրեն, պարզապես որպես նվեր։ Բայց ես երբ նկատեցի գրախանութում մարդիկ հատուկ ընտրում էին այն գիրքը, որը որ կհետաքրքրի այն մարդուն, որ պետք է նվիրեն, ես հասկացա, որ մարդիկ ուզում են արդեն կարդալ։ Կարծում եմ, որ ժամանակները նորից կվերադառնան նրան, որ մարդիկ անվերջ կկարդան եւ մենք հաճախ կտեսնենք այգիներում գրքերը ձեռքին մարդկանց։ Մենք թանգարանում էլ ստեղծել ենք այդ պայմանները, վարպետի այգում մարդիկ կարող են գալ, նստել եւ այդ լռության մեջ, խաղաղության մեջ ընթերցել, աշխատել։ Այստեղ, որտեղ յուրաքանչյուր սենյակ պահպանում է ստեղծագործ մտքի ջերմությունը, ներկայացվեց Ավետիք Իսահակյան անգլերեն հայերեն պատկերագիրը, նվիրված Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Գիրքը դարձավ ոչ միայն հոբելյանական հրատարակություն, մշակութային կամուրջ անցյալից դեպի ներկա, այլև մշակութային յուրատեսակ ուխտագնացություն դեպի վարպետի աշխարհը։ Թանգարանը այդ խառնաշփոթի մեջ անցած տարվա միջոցառումներին զուգահեռ կարողացավ միահամուռ ուժերով տպագրել պատկերագիրքը, որտեղ ներառվեցին նաև լուսանկարներ, որոնք առաջին անգամ էին հանրայնացվում։ Այս գիրքը կարևոր դարձավ ոչ միայն դրա համար, որ Իսահակյանի ողջ կյանքն է պատմում իր պատկերներով, արխիվային լուսանկարներով, հուշային պատմություններով, այլև այդ պատմական ժամանակաշրջանի վավերագիրը դարձավ։ Միջոցառումը կազմակերպվել էր Թանգարան գրադարան գործակցության շրջանակում եւ նվիրված էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհով տուն-թանգարանի կողմից հրապարակված Ավետիք Իսահակյան անգլերեն հայերեն պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ թանգարանի սրահում տիրում էր ջերմ ու հանդիսավոր մթնոլորտ։ Հրատարակությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հայ ընթերցողին, այլև օտարազգի գրքասերին բացահայտել Իսահակյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը, հարուստ լուսանկարների, արխիվային նյութերի եւ վավերագրական փաստերի ուղեկցությամբ։ Գիտենք, որ հուշատախտակը տեղադրվեց Լայպցիգում, որտեղ սովորել էր Իսահակյանը, շուտով կտեղադրվի Վենետիկում, որտեղ ապրել է Իսահակյանը, Աստված առաջ կտեղադրվի նաև Փարիզում, որտեղ ապրել էր Իսահակյանը, տարբեր լեզուներով գրքերի հրատարակությունները եւ այդ երկրներում միջոցառումների անցկացումը վկայում էին, որ մեր բանաստեղծին, մեծ մտածողին եւ հասարակական գործչին պետք է վերադարձնենք իր արժանի տեղը համաշխարհային գրականության ասպարեզում։ Ներկաներն ընդգծեցին, որ պատկերագիրքը պարզապես կենսագրական ժողովածու չէ, այն ժամանակի շունչն է, մի ամբողջ դարաշրջանի մշակութային դիմանկարը։ Յուրաքանչյուր էջ վերածվում է ճանապարհորդության, Ալեքսանդրապոլից մինչև եվրոպական քաղաքներ, ստեղծագործական վերելքներից մինչև ազգային ցավի խոհերը։ Անցած տարի ստեղծեցինք մի հրաշալի ներկայացում, Լույսի ծածկագիրը կոչվող, որը փոքրիկներին է պատմում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների մասին։ Եվ այս ներկայացման գաղափարն էլ հենց դա է, որ եթե չենք ուզում, որ գա ոգուսով, պետք է լույսը վառենք մեր գիտության, կրթության, սիրո լույսը վառենք մեր մեջ։ Ներկայացումը շատ սիրված էր եւ ասենք, որ փետրվարի ներկայացման օրերը արդեն սպառվել են, հիմա արդեն մարտի օրերն ենք դրել։ Սա խոսում է այցելության մասին, քանի որ գիտենք, որ Իսահակյանի ստեղծագործությունները հետաքրքրել են նաեւ Սվիրիդովին եւ Սվիրիդովը բլոկի թարգմանությամբ կարդացել է դրանք եւ գրել է մի շարք էպիկական պոեմ, որը աննախադեպ է եւ երբևէ չի բեմադրվել, դա կբեմադրվի մեր թանգարանում առաջին անգամ։ Գրքի տոնը, որի խորհուրդը գիրն ու գիտելիքն են, այս միջոցառման մեջ ստացավ նոր շունչ։ Թանգարանն այդ օրը վերածվեց կենդանի գրադարանի, որտեղ պատերը կարծես արձագանքում էին Իսահակյանի տողերին, իսկ ներկաները դառնում նրա մտքի շարունակողները։ Տպագրեցինք խաղ գրքեր, փոքրիկների համար խոսող գրքեր, ներկվող խճանկարային գրքեր տպագրեցինք, էլի շատ սիրում են փոքրիկները, գնում են։ Մարտիրոսարյանի նկարազարդումներով Աբուլալա Մահարի պոեմը անցյալ տարի հոբելյանական տարում Իսահակյանի 150-ամյակի առթիվ տպագրվեց 3 լեզվով՝ ֆրանսերեն, գերմաներեն եւ պարսկերեն։ Փետրվարի 19-ի այս հանդիպումը դարձավ հավաստում, որ գիրքը մնում է մեր ազգային ինքնության հենասյուներից մեկը, իսկ Իսահակյանի խոսքը հավերժարդիական։
Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։